Հունիսի 17-ն է, ժամը 14:00 է, այս պահին սկսվեց որոնողական աշխատանքները Փամբակ գետում։ Գիտեք, ժամեր առաջ Սևանի ջրասուզակը Վահե Մելքոնյանը հայտնաբերեց 7-ամյա աղջնակի մարմինը։ Հիմա այս պահին սկսվում է մյուս 13-ամյա աղջնակի մարմնի հայտնաբերումը։ Բավականին վտանգավոր է, եւ գետն է վարար, եւ տեսանելիություն ընդհանրապես կարելի է ասել չկա։ Ջրասուզակը ոչ թե միայն Վահեն, այլ 3 ջրասուզակներ Վահեն եւ մյուս ջրասուզակները մեծ դժվարությամբ են աշխատում, բայց դե տա Աստված, որ այս վտանգավոր պայմաններում ջրասուզակների աշխատանքը արդյունք տա։ Էլ եմ ասում, գուցե կրկնվում եմ, բավականին վտանգավոր աշխատանք է։ Տեղում նաև երեկվանից տեղում է ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը, փրկարարական ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետը Հայկ Նաղդալյանը, Լոռու մարզի փրկարարական վարչության պետը Տերով Գաբրելյանը եւ մեծ թվով փրկարարներ, կամավորներ, պարեկներ, համայնքային ոստիկաններ, մարզպետ Արեն Մկրտչյանի կարգադրությամբ նաեւ մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքապետի պաշտոնակատար Փելեշյանի հանձնարարականով նաև քաղաքապետարանի աշխատակիցներ։